Երբ որ խոսում ենք անչափահասների նաև հանցավորության մասին, մենք ընթացիկ տարում նաև քննարկել ենք անչափահասների կողմից կատարված եւ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր պատկերը եւ ես պիտի նշեմ, որ հաշվետու տարում 4%-ով նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։ Փաստ եմ նաև, որ ազգային ժողովի գործընկերների օժանդակությամբ մենք նաև նոր օրենսդրական նախաձեռնություն ենք ընդունել, որով որ անչափահասներին նաև արգելվել է վաճառքը սառը զենքի նմանվող առարկաների, սարքերի կամ գործիքների եւ նշեմ, որ արդեն օրենքի ընդունումից ի վեր 12 դեպքով իրականացրել ենք համապատասխան վարչարարություն եւ այստեղ տեմպերը պիտի պահպանենք, որպեսզի օրենսդրական գաղափարախոսությունը, որը համատեղ ընդունել ենք, կարողանանք պրակտիկայում ապահովել։ Գործընկերներ, անչափահասների մասին երբ որ խոսում ենք, բնականաբար մենք կարիք ունենք նաեւ ընտանիքի հետ աշխատանքի, կրթական հաստատության հետ աշխատանքի, որովհետեւ նկատել ենք տարբեր դեպքեր, երբ որ ընտանիքի անդամները չեն բարձրաձայնում կատարված հանցագործության մասին կամ դպրոցները ահազանգեր չեն տրամադրում տարբեր թեմաների մասով եւ չթիրախավորելով որևէ կրթական հաստատության, ես նշեմ, որ նախարարությունը հետևողականորեն աշխատում է նաև այս ուղղությամբ եւ արդեն ընթացիկ տարում 6 միջնորդագիր եմ ուղարկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար գործընկերոջս Տիկին Ժաննա Անդրեասյանին դպրոցների կողմից նմանատիպ տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու վերաբերյալ այս պրակտիկան շարունակելու ենք համատեղ, որպեսզի կարողանանք ցանկացած իրավիճակ մեր տեսադաշտում պահել եւ ոչ թե արձագանք ունենանք post factum, այլ հենց առաջնային օղակը, որ առնչվում է դեպքին, մեզ այս տեղեկատվությունը փոխանցի։